Ողջույն, անցած անգամ մենք կանգ առանք խոսելով առաջին կրոնական պատերազմի ավարտի մասին։ Եկատերինա Մեդիչին հայտարարեց խաղաղությունը եւ կրկին հուգենոտներին շնորհեց իրենց կրոնը դավանելու իրավունքը։ Սակայն Գիզեր համաձայն չէին եւ հեղաշրջում են նախապատրաստում։ Չնայած Ֆրանսուଆ Գիզը մահացել էր, իր երկու որդիները՝ Հենրի Գիզը եւ Կարլ Գիզը կազմակերպում են կաթոլիկ ուժերի միջազգային դաշինք։ Նրանք կրկին բանակցում են Իսպանիայի հետ, ստանում Սուրբ Հռոմեական կայսրի աջակցությունը եւ փորձում ճնշում գործադրել թագավորի եւ թագուհու վրա չեղյալ համարելու հուգենոտներին տրված իրավունքները։ Բայց հուգենոտներն էլ ձեռքերը ծալած նստած չեն եւ նույնպես պատրաստվում են պատերազմի։ Գասպար դե Կոլինին, Լուի Բուրբոն Կոնդեն, ով վերադարձավ գերությունից, զորք են պատրաստում պատերազմի համար։ Միևնույն ժամանակ մեծանում է նաեւ Հենրի Նավարացին։ Հենրի Նավարացու հայրը Անտուան դե Բուրբոն Կոնդեն էր։ Եվ ինչպես բոլոր կոնդեները պետք է կռվեր հուգենոտների կողմից, բայց նա ճամբարափոխ եղավ, ընդունեց կաթոլիկություն, կռվեց Գիզերի կողմից եւ զոհվեց առաջին կրոնական պատերազմի ժամանակ։ Իր որդին Հենրին, ով մեծանում էր բողոքական մոր Ժաննա Դալբրեի արքունիքում, մնաց բողոքական։ Եվ այսպես, երկու կողմերը պատրաստում են պատերազմի, որն իրենց շատ սպասել չտվեց։ Եվ 1567 թվականին սկսվեց երկրորդ կրոնական պատերազմը։ Իդեպ հենց երկրորդ պատերազմի ժամանակ հուգենոտները Նիմ քաղաքում կոտորում են մոտ 80 կաթոլիկ քահանաների եւ ազնվականների։ Եվ կրկին երկու կողմերը պարզապես սպառվեցին։ Եվ 1568-ին կնքվեց խաղաղության հերթական պայմանագիրը։ Իսկ 1 տարի չանցած սկսվում է երրորդ կրոնական պատերազմը, որի ընթացքում մահանում է հուգենոտների առաջնորդ Լուի Բուրբոն Կոնդեն։ Նրան փոխարինեցին իր որդին Հենրի Բուրբոն Կոնդեն եւ արդեն իսկ տարիքն առած Հենրի Նավարացին։ Ինչպես հասկանում եք, Հենրի անունը այն ժամանակ չափազանց տարածված էր։ Սակայն հուգենոտների փաստացի առաջնորդը Գասպար դե Կոլինին էր։ Կոլինին փայլուն հրամանատար էր եւ շատ հաջող պատերազմ է մղում կաթոլիկների դեմ։ Նա գրավում է Թուլուզը եւ շարունակում է հարձակումը։ Տեսնելով, որ հետագա բախումները կարող են հանգեցնել պետության փլուզմանը, Եկատերինա դե Մեդիչին որոշում է նոր զինադադար կնքել եւ 1570 թվականին կնքվում է Սեն-Ժերմենի խաղաղության պայմանագիրը։ Թե սա որ երրորդ խաղաղության պայմանագիրն էր եւ որ երրորդ անգամ հուգենոտները ստացան կրոնի ազատություն, հաշվեք ինքներդ։ Եկատերինա դե Մեդիչին հաստատ հաշվել էր։ Խելացի լինելով նա հասկանում է, որ ստորագրված փաստաթղթերը քիչ բան են նշանակում եւ ցանկացած պահի կարող է հերթական կրոնական պատերազմը սկսել, իսկ թուլացած Ֆրանսիայի համար դա կարող էր հանգեցնել անփառունակ վախճանի։ Եվ այստեղ մենք կավարտենք մեր պատմության պատերազմներին վերաբերող մասը եւ կպատմենք Ֆրանսիայի պատմության ամենաամոթալի գիշերներից մեկի մասին։ Եվ այսպես, Եկատերինա Մեդիչին հասկանալով, որ անվերջ պատերազմները թուլացնում են պետությունը, մի միտք է ունենում՝ քաղաքական քայլ, որը իրեն թվում է մեկ ընդմիշտ վերջ կտա կաթոլիկների եւ հուգենոտների թշնամությանը։ Նա որոշում է ամուսնացնել իր դստերը Վալուա արքայադուստր Մարգարիտային հուգենոտների գլխավոր առաջնորդներից մեկի՝ Հենրի Նավարացու հետ։ Այդ ամուսնությունը պետք է լիներ հաշտության խորհրդանիշ, որը կմիավորեր կաթոլիկներին եւ բողոքականներին։ Մարգարիտան, ում իդեպ նվիրված է Դյումայի թագուհի Մարգո գիրքը, հայտնի էր իր գեղեցկությամբ եւ խելքով, եւ հարսանիքի գաղափարով հիացած չէր, քանի որ նա սիրավեպ ուներ կաթոլիկների առաջնորդ Հենրի Գիզի հետ, ում հետագայում նա իր կյանքի առաջին մեծ սերը կանվանի։ Բայց Եկատերինա Մեդիչի որոշումը վերջնական էր։ Հենրի Նավարացին նույնպես չէր ցանկանում դառնալ կաթոլիկ ընտանիքի մաս, բայց նա երիտասարդ էր, ամբիցիոզ եւ հասկանում էր, այդ ամուսնությունը նրան տալիս է ոչ միայն պաշտպանություն, այլ նաեւ բացում է ճանապարհ դեպի իշխանություն։ Այսպիսով Փարիզը սկսում է նախապատրաստվել հարսանիքի։ Բայց եղել է, չէ, երբ կարծես թե փայլուն գաղափար ես ունենում, իսկ հետո ամեն ինչ գնում է սխալ։ Շատ սխալ ու լավ գաղափարը դուրս է գալիս վերահսկողությունից եւ բերում է վատագույն հետևանքների։ Դա հենց այն է, ինչ պատահեց Եկատերինա Մեդիչիի հետ։ Հուգենոտների առաջնորդները ժամանում են Փարիզ եւ անսպասելիորեն Գասպար դե Կոլինին մտերմանում է թագավոր Կարլ 9-րդի հետ, ով աստիճանաբար ընկնում է նրա ազդեցության տակ, իսկ Եկատերինան ոչինչ անել չի կարողանում։ Կոլինին համոզում է թագավորին, որ հուգենոտների եւ կաթոլիկների հաշտեցումը լավ է, բայց Ֆրանսիայի համար ձեռնտու է ողջ Եվրոպայում բողոքականներին աջակցելը։ Կոլինին ասում է, որ բողոքականները երիտասարդ ուժ են եւ պոտենցիալ դաշնակիցներ։
Իսկ Իսպանիան, ասում է Կոլինին, Ֆրանսիայի ավանդական մրցակիցն է։ Միշտ ձգտում են լայնել իր տարածքը եւ մի օր դա կարող է անել նաեւ Ֆրանսիայի հաշվին։ Եկատերինա դե Մեդիչին հասկանում է, թե ինչ է իրականում ուզում անել խորամանկ Կոլինին։ Նա ուզում է համոզել Կարլին պատերազմ սկսել Իսպանիայի դեմ, եւ ոչ թե որովհետեւ Իսպանիան սպառնալիք էր Ֆրանսիայի համար։ Չէ, դա Կոլինին որպես պատրվակ էր ներկայացնում երիտասարդ թագավորին, ով դրան հավատում էր։ Չէ, նա ուզում էր Իսպանիայի դեմ պատերազմ հրահրել, քանի որ Իսպանիան Ֆրանսիայի կաթոլիկների գլխավոր դաշնակիցն էր։ Եթե նրանք սկսեին պատերազմ Իսպանիայի դեմ, դա առաջին հերթին կաթոլիկներին վնաս կտար Ֆրանսիայում։ Իհարկե, Եկատերինա Մեդիչին դա դուր չի գալիս։ Ֆրանսիան ոչ մի կերպ պատրաստ չէր որևէ պատերազմի։ Հարսանիքից առաջ Փարիզը ժամանում Փեսայի մայրը Ժաննա Դալբրեն, բողոքական շարժման շատ կարևոր գործիչ։ Փարիզ ժամանելուց հետո նա հանկարծ համա է լինում, պաշտոնապես թոքաբորբից, սակայն Չարլեզուները պնդում են, որ նրա մահը պատահական չի եղել։ Խոսակցություններ կային, որ Եկատերինա դե Մեդիչին նրան նվեր է ուղարկել թույնով թաթախված նուրբ գործվածքով ձեռնոցներ։ Ի վերջո Մեդիչիների տոհմը հայտնի էր թունավորման իրենց արվեստով, սակայն Ժաննայի մահը մինչ այսօր առեղծված է մնում։ Ամեն դեպքում իրավիճակը շատ լարված էր։ Բացի այդ, հուգենոտները, որոնք ժամանել էին Փարիզ, լավ զինված էին եւ իրենց բավական ինքնավստահ էին պահում։ Ինչևէ, չնայած այդ լարվածությանը, հարսանիքը կայացավ հայտնի Նոտր Դամ տաճարում։ Իդեպ, քանի որ Հենրի Նավարացին բողոքական էր, նա իրավունք չուներ մասնակցել եկեղեցու ներսում ընթացող որևէ ծեսի, նույնիսկ եթե դա իր սեփական հարսանիքն էր։ Եվ հարսանեկան ծեսը անցկացրեցին ոչ թե եկեղեցու ներսում, այլ Նոտր Դամի դիմաց։ Հարսանիքից հետո եւս մի քանի օր հուգենոտները մնում են Փարիզում, տոնելով հարսանիքը։ Պետք է հասկանալ, հուգենոտների համար դա հաղթանակ է։ Իրենց առաջնորդ Գասպար դե Կոլինին գնալով ավելի ազդեցիկ է դառնում արքունիքում եւ Եկատերինա դե Մեդիչին, հասկանալով, որ ուժերի հարաբերակցությունը խախտվել է եւ կարող է բերել Իսպանիայի հետ պատերազմին, որոշում է գործել գիզերի հետ միասին։ Թագուհին հրաման է տալիս սպանել հուգենոտների առաջնորդներին, բայց միայն առաջնորդներին։ Գասպար Կարինեին սպանում են իր տանը, հետո դիակը դուրս են նետում պատուհանից, քարշ տալիս փողոցով եւ կախում Փարիզի հայտնի Մանֆոկոն կոչվող կախաղանում, որ կառուցել էր դեր Ֆիլիպ Գեղեցիկի ժամանակ։ Կախաղանը այլևս չկա, բայց նա այս տեսքը ուներ։ Կոլինի դին կախված է մնում այնտեղ մի քանի օր, մինչ նրա բարեկամներին վերջապես գիշերով թույլ են տալիս նրան հուղարկավորել։ Ցանկանում էին սպանել նաև Հենրի Նավարացուն, սակայն Մարգարիտա Վալուան խնդրեց իր նորաթող ամուսնուն ձեռք չտալ։ Ինքը Հենրին, հասկանալով, որ իրեն իսկապես կարող են սպանել, հրաժարվեց բողոքականությունից, հայտարարելով, որ այդ պահից սկսած նա կաթոլիկ է։ Իսկ Փարիզում այդ ժամանակ արդեն մեծ կոտորած էր սկսել։ Թեև Եկատերինա Մեդիչին որոշել էր սպանել միայն հուգենոտների առաջնորդներին, նա հաշվի չառավ, որ վախեցած եւ ատելությամբ լի մարդիկ, իսկ Փարիզը միշտ եղել եւ մնում է կաթոլիկ քաղաք, որ այդ մարդիկ տեսնելով թե ինչպես են սպանում հուգենոտների առաջնորդներին, կարծել են, որ իրենք էլ ունեն այդ իրավունքը։ Եվ քաղաքացիները, վերածվելով կենթանական վնասով շարժվող ամբոխի, կոտորում էին հուգենոտներին։ Ասում են, այդ օրերին Սեն գետը կարմիր էր դարձել այնտեղ նետված դիակների քանակից։ Ավելին, ջարդը տարածվեց Փարիզի սահմաններից դուրս եւ հուգենոտներին սկսեցին կոտորել ամբողջ Ֆրանսիայում։ Այդ դաժանության ալիքը ոչ ոք չէր կարող զսպել։ Ջարդերը տևեցին մի քանի օր։ Հուգենոտները պատասխանեցին, բայց նրանց պատասխանը ուժային չէր։ Նրանք տեղեկատվական գրոհ սկսեցին ամբողջ Եվրոպայում, տարածելով թռուցիկներ եւ բրոշուրներ, իսկ հետո նաեւ հուշագրեր, որտեղ սպանված հուգենոտների թիվը մի քանի անգամ ավել էր իրական թվից։ Ըստ պատմաբանների, ջարդերի ընթացքում սպանվեց 10,000-ից մինչև 30,000 մարդ։ Հուգենոտները խոսում էին մոտ 100,000 զոհի մասին։ Հուգենոտների ջարդի մասին նորությունները շատ արագ տարածվեցին Եվրոպայում եւ ոչ միայն։ Պատկերացրեք, որ ռուսաց ցար Իվան Ահեղը, ով հայտնի էր նրանով, թե ինչքան հեշտ էր մարդկանց ցցի հանում եւ կոտորում, նամակ է գրում Կարլ 9-րդ թագավորին, դատապարտելով իրադարձությունների դաժանությունը։ Իսկ Կարլ 9-րդը իրականում իրադարձությունների հետ ուղիղ կապ չուներ։ Նա ոչ հուգենոտների սպանության հրաման էր արձակել, ոչ էլ բանակ ուներ, որ կարողանար կանգնեցնել կոտորածը։ Իդեպ, քանի որ հուգենոտների կոտորածը սկսվել էր 1572 թվականի օգոստոսի 23-ից 24-ի գիշերը, Սուրբ Բարդողիմեոսի տոնի նախօրեին, պատմության մեջ այն մտավ իբրև Բարդողիմեոսյան գիշեր։
Այդ գիշերից մոտ 2 տարի անց Կարլ 9-րդը կմահանա, ինչպես եւ Եկատերինա Մեդիչիի մյուս երեխաները թոքերի հիվանդությունից, եւ գահը կանցնի Հենրի 3-ին։ Ինչպես դասավորվեց մեր այսօրվա հերոսների ճակատագիրը Բարդուղիմեոսյան գիշերից հետո։ Հենրի Նավարացին կրկին իրեն հռչակում է հուգենոտ եւ գլխավորում է հուգենոտների բանակը։ Թագուհի Մարգոն թողնում է ամուսնուն, մեկնում է Փարիզ, որտեղ շարունակում է իր սիրավեպը Հենրի Գիզի հետ։ Սկսվում է հերթական կրոնական պատերազմը։ Այդ ընթացքում Գիզերի ազդեցությունը Փարիզում հասնում է գագաթնակետին, եւ շշուկներ են պտտվում, թե Գիզերը մտածում են գահը զավթելու մասին։ Միգուցե դա իրենց հաջողեր, եթե գահին այդ պահին լիներ մեկ այլ, ավելի թուլակամ թագավոր։ Բայց Հենրի 3-ը ուներ գործելու կամք եւ կազմակերպեց Հենրի Գիզի սպանությունը։ Իսկ Հենրի 3-ին մեկ տարի անց կսպանի արդեն մեկ ուրիշ մոլեռանդ հավատացյալ Ժակ Կլեմանը։ Ըստ նրա Հենրի 3-ը վատ քրիստոնյա էր, քանի որ ընդհանրապես հետաքրքրված չէր կանանցով։ Հիշեցնեմ, որ այդ ամբողջ ընթացքում ընթանում էր հերթական կրոնական պատերազմը, որը կաթոլիկների օգտին չէր դասավորվում։ Հենրի 3-ը երեխաներ չուներ եւ իր հոգեվարքի ժամանակ ժառանգ նշանակեց Հենրի Նավարացուն։ Իրականում մահամերձ թագավորը ընդամենը 2 ընտրություն ուներ՝ կամ ժառանգել գահը կաթոլիկ թևին, որն լիովին իսպանամետ էր եւ վտանգ էր ֆրանսիական պետականության համար, կամ հետևելով օրենքին ընտրել ամենամոտ օրինական ժառանգին, որը եւ Հենրի Նավարացին էր, քանի որ ինքը Բուրբոն դե Կոնդե տոհմից էր, իսկ հիշում եք, ես ասում եմ, որ Բուրբոն Կոնդեները թագավորի բարեկամներն էին, եւ ընտրելով Նավարացուն, ով կրկին կընդունի կաթոլիկությունը եւ կդառնա թագավոր Հենրի 4-ը, Հենրի 3-ը իրականում գերադասեց ֆրանսիական պետությունը։ Մեր պատմության մեջ կար եւս մի հերոս, ով ի տարբերություն բոլորին միշտ ընտրում էր պետությունը՝ Եկատերինա Մեդիչին։ Ամեն անգամ, երբ այս կինը հնարավորություն էր ունենում, նա ընդունում էր կրոնի ազատության մասին օրենքը, բայց թագավորական իշխանությունը բացարձակ չէր եւ չունենալով սեփական բանակ, Եկատերինան ստիպված էր հանդուրժել Գիզերի ազդեցությունը։ Նա գործեց ճակատագրական սխալ, երբ իր աղջկա հարսանիքից հետո որոշեց սպանել հուգենոտների առաջնորդներին, հաշվի չառնելով, թե ինչքան արագ մարդիկ կարող են վերածվել դաժան ամբոխի։ Բայց չնայած այս փաստին, միևնույն է, բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։